Խաղաղություն Աստծո ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորիդ, որ այսօր գտնվում եք Տիրոջը տանը, Աստծո անունը փառավորվի։ Ես որ են դռնից ներս մտա առաջի անգամ եմ ստեղ չնայած Սամվել եղբորի հետ երկար տարիներ մենք եղբայրներ ենք եղել, շատ շուտ եմ ճանաչել իրան։ Մտա ներս մեկ էլ սենց չգիտեմ ինչ էր կատարվում հետս, ասում եմ Տեր ինչ ա իմ հետ լինում, որովհետև ունայն աշխարհից գալիս է Տիրոջը տունը, բոլորը ունայնությունա նայում եմ 4 բոլորը ու սենց հոգուս մեջ սենց բան եմ զգում էլի, ասում եմ տեսնես ինչ ասա, մեկ էլ լսեցի Տիրոջ ձայնը ասեց Արարատ, դու եկել ես տուն, Աստծո ժողովուրդ ջան, դուք եկել եք տուն, որտեղ Տիրոջը ներկայությունն է, իր անունը փառավորվի։ Ես ձեզ բերել եմ բարևներ, ողջուններ, թե Եվրոպայից, թե Ամերիկայից, թե Ռուսաստանից, եւ թե Ուկրաինայից, եւ բոլոր եղբայրներից եւ քուրերից Տիրոջ անունը փառավորվի Աստծո ժողովուրդ ջան։ Ընդունեք այս բարևները։ Այո, փոխանցեմ անպայման։ Սամվել եղբորս հետ հանդիպեցինք մենք Գառնանը Եվրոպայում, Իրանից հետո Սասուն եղբայրը եկավ, ասեց Արարատ, ասեց, այսքան ժամանակ, ասեց, մենք իրար հետ ընկերներ ենք, եղբայրներ ենք, ասեց, հին ընկերներ ենք, հիշում եմ իր խոսքերը, ասեց, բայց ոչ մի անգամ չես եղել Աբովյանի եկեղեցում, ասեցի Սամվել եղբայր ջան, ամառը գալու եմ օգոստոսին, անպայման կգամ։ Ճիշտ է, այսօր Սամվել եղբայրը մեր մեջ չի, բայց մի բան կասեմ, որ եղբայրը գնաց իր հավիտենական տունը։ Մենք բոլորս ենք գնալու այնտեղ եւ ես խոսք տվեցի, որ անպայման կլինեմ ու ես իմ խոստումը արեցի Տիրոջ անունը փառավորվի, այսօր գտնում եմ մի եկեղեցում, որտեղ երկար տարիներ ծառայել է Սամվել եղբայրը, ինքը եղել այնց համար հոգևոր հայր, երբ որ ինձ ձեռնադրում էին որպես հովիվ Ուկրաինայում, Օդեսայում, ինձ ասեցին մի հատ Հայաստանից եպիսկոպոս կանչի, ասեցի մտածեցի ու չգիտեմ ինչ ասեցի Սամվել եղբորս։ Ու ես Սամվել եղբորը ասեց Սամվել եղբայր ինձ պետքա ձեռնադրեն, խնդրում եմ որ անպայման դու ներկա լինես։ Սամվել եղբայրը եկավ Պավիլ եղբոր հետ եւ Հրայր եղբոր հետ միասին եւ 4 եպիսկոպոսով ինձ ձեռնադրեցին Գյորգի Բաբին, Սամվել եղբայրը, Միխայել եղբայրը եւ Ֆիլիպ եղբայրը։ Ինչ եմ ուզում ասեմ Աստծո ժողովուրդ ջան, որ Սամվել եղբայրը Իրանից մի փոքր օրհնություն փոխանցեց ինձ, որովհետև ինքը շատ հես ու խոնար եղբայր էր, եթե հիշում եք իրան։ Իրոք այդ մի փոքր բանը Իրանից անցել է ինձ ու հիմա էլ այստեղ կանգնած, չգիտես ինչի բոլոր բոլտերս թուլացել է, ճիշտ եմ ասում, հազիվ եմ ինձ պահում։ Տիրոջ անունը փայ մարդես բոլտերը քիչի հիմա շուրուպներս էլ է թուլանում։ Տիրոջ անունը փառավորվի, որովհետև իրոք ես շատ էի սիրում Սամվել եղբորս, Գրետա քույրիկից տեսա, նայում եմ Սասուն աղբորս մի քիչ կազդուրվում եմ, ճիշտ աղբորս էլ եմ, շատ հինուց ենք ճանաչում իրար։ Հիմա Տիրոջ անունը փառավորվի Աստծո ժողովուրդ ջան, ինքը մեծ Աստված է, զորեղ Աստված է, 5 տարի չէի եղել Հայաստանում, երբ որ եկա մտա տուն, տեսա մամայիս պատիկ ժամացույցը մամաս մահացել է, ժամացույցը կանգնել է ու հետո տեսա, որ այդ տան մեջ մկներն են ապրում։ Տեր Հիսուս ասում եմ, անունդ փառավորվի ու ասում եմ, մամայիս կարոտը ուզում եմ առնեմ, չգիտեմ ինչ անեմ, գնամ զոնքաչիցս, բայց զոնքաչս էլ չկա, ինքն էլ է մահացել, ինչ եմ ուզում ասեմ, որ Աստծո ժողովուրդ ջան, շատ անգամ զոնքաչս ինձ փոխարինել է մայրական սերա տվել ինձ, դրա համար եմ ասում, որ երիտասարդներ սիրեցեք ձեր զոնքաշներին, որովհետև շատ զոնքաշներ ավելի ասենք իրոք ձեզ համար հոգս կանեն, քան թե անհավատ մայրերը։ Սիրեցեք ձեր զոնքաշներին, ճիշտ եմ ասում։ Տիրոջ անունը փառավորվի։ Այն մինչև խոսքին անցնելը ուզում եմ մի հատ հարց տամ։ Ինչ են պետք մեզ մեր պապաները ու մամաները։ Այս շատ անգամ նայում ենք պապան, մաման հաց են ուտում, կողով անցնում ենք, սկի չենք էլ ասում պապա, մամա, բարյախորժակ, բայց որ հեռախոս պիտի առնենք, վազելով գալիս ենք, պապա, մեզ փող տուր, ուզում ենք հեռախոս առնենք։ Այ մամ, փող չունեմ, բայց վախենում եմ պապային ասեմ, կխնդրես մի հատ, խնդրում եմ մի հատ իմ կողմից դու ասա, մի քիչ գումար տա։
բայց որ papan այդ պահին հաց է ուտում, մաման ծնողները հաց են ուտում, իսկի չես էլ ասի, papa, մամա, կարողա ջուր ես ուզում, մի բաժակ ջուր բերեմ քեզ համար։ Ինչի՞ է մեզ պետք Աստված, հարց եմ տալի Աստծո ժողովուրդ ջան։ Նրա համար, որ մեր հոգսերը հոգա, նրա համար, որ մենք խնդրում ենք Տեր մեզ բժշկի, բայց որ ժամանակը գալիս է, որ պետք է աղոթք անենք, կարծես թե ծուլանում ենք, որ պետք է գիրք կարդանք, չենք ուզում կարդանք։ Հասկանում եք, բայց Աստված ինչ է ասում, աղոթք արեք եւ կարդացեք, որպեսզի ձեր հասակը մեծանա։ Աստծո ժողովուրդ ջան, Տիրոջ անունը փառավորվի։ Ես ուզում եմ միտեղ կարդամ Աստծո խոսքից Մատթեոս ավետարանի 13-րդ գլխից ու մի քիչ կխորհենք դրա վրայով, այնտեղ գրված է սերմնացանի առակների մասին, որ մի մարդ իր արտում սերմ ցանեց, Մատթեոս ավետարան 13 գլուխն է դա։ Հիմա այստեղ ասում է, որ մի մարդ 24 խոսքից մի ուրիշ առակ նրանց առաջին դրավ եւ ասեց. երկնքի արքայությունը նմանվեցավ մի մարդի, որ իր արտում բարի սերմ ցանեց, եւ մարդիկ քնելիս նրա թշնամին եկավ եւ ցորոնի մեջ որոմներ ցանեց եւ գնաց։ Եվ երբ որ խոտը բուսավ եւ պտուղ տվավ, այն ժամանակ որոմներն էլ երևցան։ Եվ տան տիրոջ ծառաները մոտ գալով ասեցին նրան. Տեր, միթե դու քո արտում բարի սերմ չցանեցիր, ապա ինչ տեղից են որոմները։ Նա էլ ասեց նրանց. Թշնամի մարդ է արել այդ։ Ծառաներն էլ ասեցին նրան. հիմա կամենում ես, որ գնանք քաղենք նրանց, դուրս հանենք։ Նա էլ ասեց. ոչ, միգուցե որոմները քաղելիս ցորենն էլ նրանց հետ պոկենք, թող տվեք, որ երկուսը միասին մեծանան, մինչև հունձը։ Եվ հնձի ժամանակ հնձողներին կասեմ, առաջ որոմները քաղեցեք եւ նրանց խուրս կապեցեք, այլելու, իսկ ցորենը ժողովեցեք իմ ամբարների մեջ։ Երբ որ ես առակը կարդացի, շատ էի խորհում սրա վրա, թե ինչ պիտի լինի ու ինչա այս առակը ասում Տեր Հիսուսը, այսպես մտածում եմ, որ նրա սրա հոգևոր գաղտնիքը եւ Տեր Հիսուսը ինձ երազով տարավ Գողգոթա։ Ունդեղ նայում եմ, ասում ամեն մարդ ասել են, որ իր խաչը վերցնի գա Գողգոթա, մարդիկ խաչը վերցնելով գալիս են Գողգոթա, որ իրանք պետք է խաչվեն, բայց չգիտես ինչ է այդ պահին Ջանիկ եղբորն են խաչում, Սասուն եղբորն են խաչում, այն մարդ դու պետք է խաչվես, ոչ թե իրանց խաչես։ Հետո ասում է Ջանիկ եղբայր ոնց է, Սասուն եղբայր ոնց է, բարև ձեզ, ասում է, այս եղբայրը ինչի ես ձեզ պատասխանեց ինձ։ Պատճառն ասեմ, մի հատ դու գնա այդ եղբայրներին իջացրա խաչից, դու խաչվի, քույրիկներն էլ քույրիկներին տարբերություն չկա, բայց երբ որ ես մի բան տեսա, որ եղբայրն է քույրիկին խաչում եւ քույրիկը եղբայրը, սա արդեն մի քիչ, ու ես ասում եմ Տեր, բան չի, ասում է թշնամի մարդու արած բանը, ասում է, երբ որ մարդը քնում է, թշնամին մոտենում է եւ իր թերահավատ որոմներն է ցանում, եւ ասում է այդ պահին մարդը երբ որ արթնանում է, ասում է այդ որոմները արդեն ցանած է, այդ ատելության որոմները, իրանից անկախ սկսում է ատել թե քույրիկին, թե եղբայրը, ասում է գալիս են հավաքույթի, ինքը նստած է լինում քույրիկը, տեսնում է, որ են դռնից քույրիկը ներս մտավ, ասում է իր պայուսակը դնում է, որպեսի քույրիկը չնստի, ասում է տեղ չկա, քույրիկը գալիս, ասում է կարելի է նստեմ, ասում է մարդ մի շատ ուզում է իրան տեսնեմ, հիմա էլ տեղս պիտի տան, որ նստի, սա ինչից է գալիս, որովհետև թշնամու արած գործը Աստծո ժողովուրդ ջան, երբ որ մենք քնում ենք, թշնամին գալիս է ու սկսում է իր թերահավատության, իր ատելության որոմները ցանել թե եղբայրների, թե եւ քույրիկների հանդեպ, ու մենք տեսնում ենք իրաց տկարությունը, այն մարդ տեսանք, որ ինքը մի քիչ հնեն չարես վազելով գնում են քույրիկներին ենք ասում, քույրիկները քույրիկներին, եղբայրները եղբայրներին, բայց մի բան ասեմ, Տերը քեզ ցույց է տվել իր թուլությունը, ոչ թե նրա համար, որ դու վազես ուրիշներին ասես, որ ես եղբայրը այս բանի մեջ է կամ այս քույրիկը այն բանի մեջ է, այլ Տերը քեզ ցույց է տվել նրա համար, որ դու այնտեղ անկյունում ծնկներիդ վրա իր համար աղոթք անես, որպեսզի քույրիկը եւ եղբայրը շտկվեն Աստծո ժողովուրդ ջան։ Ասում է թշնամի մարդու արած գործը, այս ամենը թշնամին անում, որպեսզի խարբալի, որպեսզի խառնաշություն, խառնաշփոթություն գցի հավատացյալ ժողովրդի մեծ Աստծո ժողովուրդ ջան։ Դրա համար զգուշ մնանք, որպեսզի չընկնենք փորձությունների մեջ, սիրենք մեր քույրիկներին, սիրենք մեր եղբայրներին, որովհետև բոլորիս համար է Տերը մահացել, ոչ թե մենակ ինձ համար, ոչ թե մենակ քեզ համար, այլ բոլորիս համար է մահացել Տերը, որպես այսօր մենք ունենանք կյանք հավիտենական, արյունաթափել եւ ներեն մեր բոլորիս մեղքերն ու հանցանքները Տերը հարություն առել, որպեսզի մեզ արդարացնի, իր անունը փառավորվի Աստծո ժողովուրդ ջան։
Եվ հիմա եկեք տեսնենք, թե մեզ համար, որ մենք իրար հետ պիտի լավ լինենք, եղբայրները եղբայրների հետ, քույրիկները քույրիկների հետ լավ լինեն, եկեք տեսենք, թե ինչ արեց Տերը, եւ ես ուզում եմ, որպեսզի մենք բոլորս միասին գնանք Եսայի մարգարեության 53 գլուխը եւ մի քիչ խորհենք դրա վրայով Աստծո ժողովուրդ ջան։ Եսայի մարգարեություն 53 գլուխ առաջին խոսքից եմ կարդալու։ Եվ տեսեք ստեղ ինչ ասում։ Ասում է. ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկում հայտնվեցավ, որովհետեւ նա մատաղատուկի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավոտ երկրից, ոչ կերպարանք ուներ ներեգություն, ոչ կերպարանք ուներ եւ ոչ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք ներեգություն Աստծո ժողովուրդ ջան, եղբորս խմած ջրից ես էլ խմեմ։ Ստեղ ինչ ենք տեսնում։ Ասма չուներ մի կերպարանք չկար, ասма ոչ տեսք ուներ, ոչ կերպարանք ուներ։ Այնքան էին խփել, այնքան էին հարվածել Տիրոջ երեսին, որ անգամ աշկերը չէր երևում, լրիվ երեսը սևաց է, դրա համար ասма կերպարանք չկար, որ մենք ախորժեինք, ասма մի բան չկար, ասма որ մենք ասենք ինչքան լավն ու գեղեցիկ։ Աստուծո, ինչի համար է ամենը մեր փրկության համար։ Նա անարգված էր մարդկանց երեսից ընկած հարվածների տեր եւ ցավերի տեղյակ եղավ, մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել, անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Ինչ եղավ, հիշում եք։ Տարան Տիրոջը, ասեցին մահապարտա, տվեցին զինվորներին, զինվորները տարան նրան, մերկացրին եւ սկսեցին մտրակներով հարվածել Տիրոջ մեջքին։ Եվ ասում այդ մտրակների վրա սուր քարեր էին կապում, երբ որ խփում էին, ասում այդ մեջքի միսը պոկվում էր։ Եվ ասում այնքան խփեցին, որ ասում ոսկորը երևաց։ Եվ ասում շատ կանգնածներ այնտեղ, երբ որ այս տեսան, ասում ուշաթափ եղան եւ չկարողացան տանել այս ամենը։ 39 հարված 40-ից 1 պակաս խփեցին Տիրոջ մեջքին, Աստծո ժողովուրդ ջան։ Այդպես սկսեց Տերը չարչարանք էր կրում, հետո բերեցին փշեպսակը, դրեցին գլխին, մահակներով խփում էին եւ ասում էին. «Մարգարեացիր, ով է քեզ խփողը»։ Շարունակության մեջ կարդում ենք, ասում է. «Հիրավին ամեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատուհարված էինք համարում Աստվածանից զարկված եւ նկուն եղած, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ եւ մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք»։ Ինչ ենք տեսնում, Աստծո ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, որ այս ամենը Տեր Հիսուսը արեց, որպես այսօր մենք առողջ լինենք։ Այս ամենը Տեր Հիսուսը այս պատիժները կրեց, որպեսզի մենք իրար սիրենք։ Այս ամեն պատիժները Տեր Հիսուս Քրիստոսը կրեց, որպեսզի այսօր մենք ունենանք կյանք հավիտենական, Աստծո ժողովուրդ ջան։ Տիրոջ անունը փառավորվի։ Նա երբ որ անցնում էր այդ ճանապարհով, խաչը տվեցին իրան, վերցրած խաչը նա գնում էր եւ այդ փայտը կպնում էր իր այդ բաց ոսկորին մեջքի եւ սենց ինքը ծառապանքի մեջ, ցավի մեջ գնում էր, դրա համար այդ ճանապարհի անունը դրել են տառապանքի ուղի, որը կոչվում է Դոլորոսա։ Եվ այդ ճանապարհը տանում է Գողգոթա, այսօր այդ ճանապարհը կա եւ անունը այդպես էլ կոչվում է Դոլորոսա, Երուսաղեմում։ Եվ երբ որ Տեր Հիսուսը գնում էր, տեսեք, իրան մերկացրել էին, բայց տեսեք ինչ եղավ, ինքը հագուստ չուներ, ժողովուրդը իրան հագուստ նվիրեցին, անարգեցին Տիրոջը, թքեցին նրա վրա, ազգի թուքը, ժողովրդի թուքն էր նրա հագուստը։ Բայց ասма շարունակության մեջ նա իր բերանը չբացավ, ինչպես մի մունջ մաքի, որ մորթվելու էր տանում, եւ իր բերանը չբացավ, եւ այսօր Տերը ասма դուք իմ գառներն եք, դուք իմ արոտի ոչխարներն եք, Տիրոջ անունը փառավորվի, Աստծո ժողովուրդ ջան, տարբերություն կա մարդու եւ գառի միջեւ, դրա համար Տերը շատ անգամ ասма դուք իմ արոտի գառներն եք, իր անունը փառավորվի, Աստծո ժողովուրդ ջան։
թող Տերը փառավորվի։ Եվ տեսակ, երբ որ իրան տարան, իրոք խաչեցին, ձեռքերն ու ոտքերը մխեցին, գիտեք մեղերն էին պահում Տիրոջը, իր ունեցած սերը մեր հանդեպ, այդ սերն էր պահում Տիրոջը խաչի վրա, եւ երբ որ ինքը ուզում էր շնչեր, իրան պետք էր օդ, որովհետեւ ինքը կապված էր, սենց բարձանում էր թաթերի վրա այդ մեղերը մխած ժամանակը, որպեսի օդը կլանի, եւ այդ ժամանակ այդ բաց մեջքի վերքը կպնում էր այդ կոշտ փայտին եւ ցավում էր, ահա թե ինչ արել Տերը, որսոր մենք իրար սիրենք, ահա թե ինչ արել Տերը, այսօր որ մենք իրար գուրգուրենք, ինչ ունենք իրար հետ կիսելու, բոլորս միասին գնալու ենք մեր հավիտենական տունը Աստծո ժողովուրդ ջան, սիրեք միմյանց, սա Տիրոջ պատվերն ասում, մի նոր պատվիրան կտամ ձեզ, սիրեցեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Եվ Տիրոջ ձեռքերն ու ոտքերը մխեցին եւ մխում էին եւ Տերը ոչինչ չէր ասում այդ ցավից ու հիմա դիմանում էր այդ ցավերը այդ ամենը ինքը տեսնում էր զգում էր տարապում էր որովհետեւ ինքը մարդ էր մարդու նման մարմին ուներ եւ ասма ժողովուրդն ասում էին էսա անպայման ինքը կհայհոյի որովհետեւ այս ցավերին ոչ մեկը չի դիմանա եւ ասма երբ որ սպասում են որ պիտի Տերը հայհոյի Տեր Հիսուսի իր բերանը բացավ եւ ասեցին ահա եւ Տերը իրոք իր բերանը բացավ եւ գիտեք ինչ ասեց հայոյության փոխարեն ինքը օրհնություն տվեց գիտեք ինչ ասեց ների իրանց հայր որովհետեւ չեն հասկանում թե ինչ են գործում ների իրանց ահա իր հայոյությունը ահա նրա բառերը որ ներողություն խնդրեց ասեց ների իրանք չեն հասկանում թե ինչ են գործում Աստծո ժողովուրդ ջան, ժամանակը շատ քիչ է, ուզում եմ վերջացնել մի բան էլ ասեմ, որից հետո կկանգնենք աղոթքի, ասում եմ, երբ որ Տեր Հիսուսը աղաղակեց եւ ասեց, ամեն բան կատարված է, այդ պահին ասում հոգին ավանդեց եւ մահացավ, եւ ասում զինվորներից մեկը եկավ նիզակով, ասում կոխեց նրա կողը նիզակը, եւ այդ պահին ասում արյուն թափեց, եւ այդ պահին ասում ջուր թափեց, ու շատ անգամ ինձ հարցրեցին, հարց են տալիս թե Արարատ եղբայր Մենք ուզում ենք իմանանք էլի պատճառն ինչ էր, որ Տիրոջ կողը ծակեցին, ինչի չխփեցին մեջքին, կամ ինչի չխփեցին փորին, կամ դոշին, կամ թևերին, ոտքերին, հենց ինչի կողը կողեցին այդ նիզակը։ Գիտեք պատասխանը եղավ այն, որ Սուրբ Հոգին ինձ բացեց, ասում է, երբ որ Ադամը մենակ էր Եդեմական պարտեզի մեջ, ինքը մենակ էր, ասում է, եւ Տերը ասում է նրա վրա քուն բերավ, եւ ասում է, երբ որ Ադամը քնեց, ասում է, Տերը իր կողը ճղեց եւ ասում այնտեղից ոսկորը հանեց եւ առանձնացրեց եւ Եվային սարքեց եւ ասում Տիրոջ կողը ծակեցին նրա համար Սուրբ Հոգին ասում որ եկեղեցին որ բաժանված էր միանան եւ Տեր Հիսուս ասում ես ձեր մեջ եմ դուք իմ մեջ եք մենք իրար մեջ ենք եւ բոլորս մենք հոր մեջ ենք սա կարելի է նկարագրել շատերս նուռ են կերել եւ գիտենք ինչա նուռը երբ որ մենք նուռը պոկում ենք կեղևները տեսնում ենք կորիզները ինչքան իրար մոտիկ են սա եկեղեցին ասա մենք ենք Աստծո ժողովուրդ ջան որ պատված ենք Տիրոջ օրհնությամբ եւ ասма պիտի եկեղեցին միանար Քրիստոսին եւ տեսեք դրա համար իր կողը խոցեցին Աստծո ժողովուրդ ջան թող իր մեծ անունը սուրբ անունը փառավորվի որովհետեւ արժանյա մեր Տերը ճիշտ է Ամեն արժանա մեր Տերը բոլոր փառքերին Աստծո ժողովուրդ ջան թող իր մեծ ու սուրբ անունը հավիտյանս հավիտենից փառավորվի մեծ է մեր Տերը եւ շատ զորավոր հիմա էլ Սուրբ Հոգին ինձ հուշում է ասում է ասա ես չեմ ամաչում ասեմ ասում է եկեղեցին իմս է եւ ասում է ես եմ կառուցել եկեղեցին եւ դժոխքի դարպասները չեն հաղթահարի նրան իր անունը փառավորվի Աստծո ժողովուրդ ջան ինչից վախենանք Տերն է մեր հովիվը Տիրոջ անունը թող փառավորվի Դավիթը ասма կանգնած մահվան շուքի ձորի մեջ վերցրած քնարը երգում էր եւ Տիրոջն էր փառաբանում եւ այդ պահին ասма բոլորն ասում էին Դավիթը տեղից հեռու գնա դա անիցիալ տեղ է որովհետեւ ասма մահվան շուքի ձորին ես դու կանգնած կանգնես այդտեղից բայց Դավիթը ոչ մեկին չլսեց Դավիթը ոչ մի մարդու ասածները չընդունեց ու չլսեց գիտեք ինչ արեց իր քնարը վերցրեց ու սկսեց երգել Տերն է իմ հովիվը եւ ես ոչ մի բանի կարոտություն չեմ ունենա Տերն է մեր հովիվը
Եվ մենք ոչ մեկս ոչ մի բանի պակաս ու կարոտություն չենք ունենա Աստծո ժողովուրդ ջան, իր մեծ ու սուրբ անունը թող հավետ փառավորվի, արժանիա մեր Տերը փառքերի, դրա համար եկեք այս նոտայի վրա, բոլորս միասին ոտքի ելնենք, փառաբանենք մեր Տիրոջը, ասենք արժանի ես Տեր, արժանի ես փառքերի, արժանի ես մեծության, իր մեծ անունը փառավորվի